Րոպեներ առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի առաջին մամուլի ասուլիսը Երևանում, իսկ արդեն Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումը եւ հիշեցնեմ, որ վաղը մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը ազգերի լիգայի անցումային փլեյօֆում կմրցի Վրաստանի հավաքականի հետ։ Ջոն Վանցխիպը նշեց, որ արդեն մի քանի շաբաթ է Հայաստանում են եւ ծանոթանում են հայկական ֆուտբոլին։ Մարզիչը հույս հայտնեց, որ Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը եւ ավելի լավ թիմերում հանդես գալ, քանի որ իրենց դռները բաց են բոլոր այն ֆուտբոլիստների առաջ, որոնք արժանի կլինեն հավաքականում խաղալուն։ Խոսելով Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի։ Վանցխիպը նշեց, որ ցավոք Հայաստանի թիմին չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ՝ Լուկաս Սելարայանն ու Էդուարդ Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ սա լավ հնարավորություն է մյուս խաղացողների համար։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը նշեց, որ սա դերբի է եւ իր թիմին բարդ խաղ է սպասվում, սակայն ֆուտբոլիստները պատրաստ կլինեն վաղվա խաղին ու կանեն ամեն ինչ հաղթանակի համար։ Սանյոլը նաեւ նշեց, որ Հայաստանի համար լավ նորություն է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Վանցխիպը։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսելով խաղից սպասելիքների մասին ասաց, որ մենք հարևաններ ենք, բայց վաղը խաղադաշտում թեժ պայքար է ակնկալում։ Հայաստան-Վրաստան խաղը կկայանա մարտի 20-ին եւ կմեկնարկի ժամը 21-ին։ Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում։ Իսկ ինչ արդյունք ես դուք կանխատեսում հայ-վրացական դիմակայությունում։ Գրիր մեկնաբանությունների բաժնում եւ բաժանորդագրվիր իմ YouTube-յան ալիքին։